հիմնականում բոլորի մեղադրանքները նույնական են, նույնիսկ ես մի քանի վստահ ունիմ, մեղադրանքները, որ կարդում ենք, առաջադրած մեղադրանքը, բառացիորեն բովանդակային առումով նույնն է գնում, այսինքն ամբողջ դեպքը նկարագրում են, որ այսօր այսինչ եղել եւ այլն, արդեն որ մասնավորեցնում են, բոլորը նույնական գրած է, քաշել են եւ հրել են ոստիկաններին, եւ սպառնալիքներ են հնչեցել եւ այլն եւ այսինքն նույնիսկ այդ պարագայում մասնավորեցում կոնկրետ չի գնում, թե որը կոնկրետ ինչ ոստիկան գործում։ Ու ինչ են արել։ Յուրաքանչյուրի դեպքում մի ոստիկան ցուցմունք է տալիս, իբր ինքը տեսել է ոնց է այդ մարդը այդ գործողությունը անում, ու իբր ինքն է ձերբակալել, տարել բաժին։ Բայց երբ որ տեսագրությունները նայում ես, ականատես ես լինում, որ կոնկրետ այդ ոստիկանը այդ բայրում չի եղել, եւ փաստացի ստացվում է, որ կառուցեցին գործ, որով հնարավոր լինի տվյալ անձանց այս բային կալանքնել որպես խափանման միջոց։ Դա է այդպես, այսինքն սկիզբը ի սկզբանե են իրականության, որովհետև տեսեք, մենք դեպք ունեցանք, երբ որ ոստիկանի ասածը եւ տեսագրությունով արկա սկզբից մինչև վերջ, որով վեհաղեր չունեին միմյանց նկատմամբ, բայց դատարանները ի զարմանս մեզ, նույնիսկ այդ հանգամանքը հաշվի չառան, այսինքն այսպես է ասում, մենք հավատում ենք ոստիկանի խոսքին, բայց արկա է տեսագրություն, որը արժանավատության ավելի բարձր չափանիշ ունի, կախված նրանից ով ինչ ոստիկան է ցուցմունք տվողը, քաղաքացի է թե թող լինի վարչապետ, տեսագրությունը բնականաբար ավելի արժանավատ է, բայց փաստացի նույնիսկ այդ պարագայում դատարանները գտնում էին, որ արկա է հիմնավոր կասկած հասկացողությունը։ Այս պարագայում մենք տեսնում ենք, որ տվյալ ոստիկանը ընդհանրապես այդտեղ չի, եւ մենք հիմա տեսագրություններով ուսումնասիրում ենք եւ ավելի ուշ փուլերում կհիմնավորենք, որ որոշ ոստիկանները կլինեն քրեական պատասխանատվության ենթարկելու արժանի սուտ ցուցմունք տալու համար, այն պատճառով, որ իրենք կոնկրետ այդ վայրում չեն եղել, բայց նկարագրել են մի դեպք, որը իրենց հետ ընդհանրապես կապ չունի։ Այսինքն կոնկրետ են նկարում, ոչ թե ասում է հերու կանգնած տեսա ես այսինչը ակտիվ գործողություններ անում, ինքը ասում է, որ կոնկրետ ես տեսա այս մեկին, բազմությունից իրեն առանձնացրեցի եւ ես ձերբակալացի։ Երբ մենք տեսում ենք, եւ դա ասում են մեր Գյումրու ոստիկանները, բայց մենք տեսում ենք, որ կոնկրետ շատերի դեպքում եւ բոլորն են տեսել, որ կարմիր բերետավոր անձիկ են հիմնականում ձերբակալությունները իրականացնում եւ նստեցնում մեքենան։ Այսինքն այստեղ հագասություն կա եւ իրենք տեսնելով այդ օրվա ձերբակալությունները մի կերպ ապացույցներ հիմնավոր կասկած հայտարարելու համար որոշեցին այդ քայլին դիմել, որ ամեկի դեպքում մի ոստիկան ու բոլորը տարբերվում են, էլի, ամեկի դեպքում մի ոստիկան է, բայց նույնական բովանդակություններով, էլի, արդեն կոնկրետ ոնց որ անգիրի տեսքով բոլորը գրեթե նույն բովանդակությամբ մի փոքր այս կողմ, մի փոքր այն կողմ բարերով եւ դա փաստացի հիմք հանդիսացավ, ես շատ զարմացած եմ դատարանների վրա, որ այսպես հալած յուղիներ այդ մի ոստիկանների ցուցմունքներով այսքան մարդու կալանավորման որոշումներ կան։ Ինչ ենթադրություն հանգեն կատարվում է։ Ինչ եք մտածում, դե որ ինչ որ քաղաքական ենթատեքստ կա, դա պարզից պարզ է, ես չեմ կարող այլ բան մտածել, որովհետև եթե մի դեպքում, այո, ես չեմ ասում ընդհանրապես բոլորը մեղավոր չեն կամ այդ մեղավոր անմեղը հետագա փուլերում թող պարզվի, նախ պետք է նշենք, որ բռնությունն է մենք չենք արտարացնում, ում կողմից լինի նույնիսկ քաղաքացիների կամ անշնորհ բավազներ, որևէ մեկը չի արտարացնում։ Եթե այո կան նման մարդիկ եւ կադալ են եւ կան նման մարդիկ, այո նրանք ենթակային քրեական, բայց տեսեք թացը չորի հետ խառնել եւ բոլորին մի աչքով նայել եւ բոլորի նկատմամբ նույն մեղադրանքը առաջադրել, նույն հետևանքները առաջադրել, մենք դրան ենք դեմ։ Այսինքն յուրաքանչյուր անձ պետք է պատասխանատվություն կրի իր կատարած գործողությունների համար։ Տեսեք, միկրոավտոբուսի վարորդներին մեղադրանք են առաջադրում, որ օժանդակել է զանգվածային անկարգությանը։ Այն դեպքում, որ իրանք էլ ասում են, որ այդ անձը գործողություն չի կատարել, այսինքն նույնիսկ այդ խառնաշփոթին չի, բայց ասում են, որ դու եկար կանգնար այդտեղ, այն զանգվածը քեզ տեսնելով, արդեն
զանգվածային անկարգություն սկսեց, ասում եմ եղբայր, դատանում հարց եմ բարձրացնում, ես այդտեղ լավ կանգնել ենք ասենք, ես ստիպեցի, որ գնան այն անձիկ, մեկը այսինքն անշնորհքություն անի կամ բան, այո, եթե ես հրանք տված լինեմ, օք, ընդունեցինք, բայց ես ինձ համար կանգնած եմ հեռու այդ դեպքերից, դու ինձ ոնց ես էլի վերագրում զանգվածային անկարգության հոդվածով, այս տարանջադումը ընդհանրապես չկա, այսինքն պարզ է այն կանոն, որ զանգվածային անկարգության հոդվածը ներս են բերել, որ ծանր հանցագործություն դիտվի, որի համար նախատեսվում է պատիժ 4-ից 8 տարի, եւ որ կարողանան խափանման միջոցը ընդրվի կալանքը, տեսեք, արտահայտության խոչընդոտելը առանձին վերցրած, ինքը միջին ծանրության հանցագործություն է, որի համար նաեւ տուգանք է նախատեսում պատիժ, եւ իրենք պարզ հասկանալով, որ այս հոդվածներով դադանները չեն կարող կալանավորում խափանման միջոց, զանգվածային անկարգությունը որոշեցին, որ այդպես մեղադրեն եւ այս փուլում վախի մթնոլորտ ստեղծեն որոշակիորեն նաեւ բոլոր անձանց մոտ, որ այսպես կարող է հետևանքներ առաջացնել ձեզ համար